մոտավորապես որոշել եք, թե որ ուժին կամ ուժերին կտակ ձեր ձայնը։ Մոտավոր այո։ Եվ Դա գաղտնիքը։ Այնուամենայնիվ իշխանական թե ընդդիմադիր ուժեր։ Դա էլ է գաղտնիք։ Իշխանությունները ասում են, որ պետք է արդեն խաղաղ ապրենք։ Դուք համաձայն եք այս օրակարգի հետ։ Մենք կկարողանանք ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրել։ Ինչպես եք պատկերացնում։ Հիմա ես ասեմ, ուրեմն եթե խաղաղ չապրենք, ալտերնատիվը ո՞րն է։ Ալտերնատիվը ո՞րն է։ Այսինքն 3 միլիոն մարդը ինչ պետք է անի։ Պետք է ոսկի միջինը գտնենք ժամանակավոր, միջև ոտքի կանգնենք իմ կարծիքով։ Եթե հիմա ասես կռվի մեջ էլ, եթե 10 հոգի են դիմացդ կանգնած, ասես ես ուժեղ տղա եմ, 10 հոգի դեմ կարաս կռվես։ Վստահ եք, որ ադրբեջանցիների հետ խաղաղությունը Ոչ մի բան վստահ չեմ, բայց պետք է գտնես ոսկե միջինը, ալտերնատիվ։ Իրանք էլ գիտեն, որ դա վստահություն չկա, բայց պետք է ժամանակ շահես։ Դա է պետք։ Եթե ուզում եք պետություն մնա, պետք է ոսկե միջինը գտնվի։ Դե մարդիկ կան Ռուսաստան, ընդ ամբողջ Հայաստանը հայոց պատմության մեջ միշտ Հայաստանում հայ ազգը մտածել է ու մոտ երբ ոնց գնա։ Տենց չի լինում։ Ուզում ես պետություն լինի, պետքա ալտերնատիվ միշտ գտնես ելքեր։ Այնուամենայնիվ եթե կան, որ թշնամիներ ունեն։ Խի ռուսներն ու գերմանացիները թշնամի չեն։ Բայց մեր թշնամին Ադրբեջանն է։ Բայց հիմա որ ռուսները Գերմանիայի հետ թշնամի չէին, բայց հիմա ոնց են կարողանում 25 միլիոն մարդ մահացել սովետականության ժամանակ։ Հիմա ադրբեջանցիները որ գան Հայաստան, այդպիսի ծրագիր կա։ Որ այդպես բան։ Հիմա կա ծրագիր, հիմա կյանքն էս բանը, ինչ գիտենք, որ Ղարաբաղը կորցնեինք։ Կյանքն էս բանը փոփոխական է։ Դուք ինչ գիտեք 2 տարի հետո ինչ է լինելու։ Աշխարհակահաղական վիճակը ոնց կլինի աշխարհում։ Պետք է ժամանակ շահվի։ Հիմա այսօրվա դրությամբ ես գտնում եմ, որ դեռ ժամանակը չի պատերազմելու, որովհետև մեր ազգը պատրաստ չի դրան։ Ես այդտեղ կանգնում եմ, շփվում եմ մարդկանց հետ, ես հասկանում եմ։ Պատրաստ չեն։ Պետք է իդեա լինի։ Իդեա եթե չկա, պատերազմը չես հաղթի։ Եվս մեկ հարց, այնուամենայնիվ դուք որպես քաղաքացի պատրաստ եք ադրբեջանցու հետ նույն հողում։ Իրանք իմ թշնամիներն են։ Թուրքերն էլ են իմ թշնամիները։ Ես արևմտյան Հայաստանից եմ արմատներով։ Բայց պետք է գտնել ալտերնատիվ պայմաններ։ Իրանք չեն գնալու ստեղից, մենք էլ չեն գնալու։ Եթե ուզում ենք մենք ավելի շուտ կարանք չլնենք, քան թե իրանք, որովհետև իրանք իրար հետ որ գումարես 80-90 միլիոն մարդ անում։ Պարսկաստանի թուրքերն էլ հետը։ Ակշտո պետք է մտածվի դրա մասին, մենակ գոռալով չի։ Իսկ կողքի երրորդ երկրներն էլ դրանից օգտվում են, որ մենք ձեզ հարց չեք տալի, խի սովետական ժամանակ ցեղասպանության հուշահամալիրը սարքեցին, որովհետև պետք է երրորդ երկրի, որ մենք միշտ թշնամական վիճակում լինենք ուրիշ մեր հարևանների հետ, որ իրաց ներկայությունը իրանք ստեղ ապահովեն։ Այդքան բան։ Այնուամենայնիվ ես իմ հարցի պատասխանը չստացա։ Եթե ադրբեջանցիները գան այստեղ, դուք պատրաստ եք իրենց հետ ապրել, որովհետև իշխանության ասած խաղաղ։ Բայց դուք ինչ գիտեք, որ ադրբեջանցիները գալու են այստեղ ապրեն։ Դե որովհետև իշխանությունը երբ որ ասում է խաղաղություն, առաջարկում է պետք։ Դա տենց է պետք, որովհետև Թուրքիան այսօր Թուրքիան աշխարհակահաղական հարցերում հզորացել է։ Դա պետք է թուրքերի ակաժները շոյելու համար։ Դուք ինչ գիտեք, վաղը միսօր աշխարհակահաղական վիճակը որ փոխվավ, թուրքերը տենց պայլու են իրանց։ Կարող է չեք նկատել, բայց արդեն ադրբեջանցիներն ու թուրքերը այստեղ միշտ էլ գալիս էին, Սերժ Սարգսյանի վախտովել են եկել հանգիստ պատտվել եւ Ռոբերտ Քոչյանի վախտովել են եկել են հանգիստ պատտվել են այստեղ։ Եղավ Պարսկաստանից եւ Վրաստանից։ Մենք այստեղ ապրում ենք, մենք տեսել ենք դա։ Հանգիստ պատտվել են։ Ու հայերը միշտ գնացել են Թուրքիայից առևտուր են արել 30 տարում ու հետ են եկել 120,000 հայ Թուրքիայում առևտուր անում ու գալիս են ստե մենք թուրքական շորեր ենք հագնում այդ դրանցից ամեն ինչից նեղվում եք դուք ես չեմ ասում բայց եթե թուրքական այդքան նեղվում եք թուրքական շոր հագնում դուք ձեր մի խոսքով դուք վստահում եք իշխանության առաջարկած խաղաղության ես ոչ ոքի չեմ վստահում ես իմ մտածելակերպ ունեմ իրանք իրանց մտածելակերպ ունեն բայց ես գտնում եմ դեռ պատերազմելու համար շուտ է այդ 3 միլիոն մարդը չի կարող պատերազմել Դիվանագիտությունը մենակ կանում են այն դեպքում, երբ որ դու հզոր ես լինում։ Եթե դու հզոր չես, քո հետ ոչ մեկ հավասար չի նստի։ Միշտ պարտվածի դերերում կլնես։